Եվրոպական խորհրդարանը երկու զեկույց է ընդունել, որոնցում մի թիվս այլ առաջնահերթությունների անդրադարձ կա նաև Հայաստանի հետ գործակցությանը։ Եվրամիության ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության տարեկան զեկույցի համաձայն եվրոպական կողմը ողջունում է ԵՄ Հայաստան հարաբերություններում նոր թափը։ Այն վայելում է Երևանի լիակատար աջակցությունը։ Կոչ ենք անում հանձնաժողովին եւ խորհրդին ակտիվորեն նպաստել Եվրամիության հետ գործակցությունն ընդլայնելու Հայաստանի ձգտմանը։ Ողջունում ենք Հայաստան-Եվրամիություն քաղաքական եւ անվտանգային հարցերով երկխոսության ձևաչափով կանոնավոր հանդիպումները, խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանի զինված ուժերին աջակցելու որոշումը։ Խորհրդարանը դրական է գնահատել Հայաստանի որոշումը ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը մասնակցելուց, հաշվի առնելով, որ Ռուսաստանը չի աջակցել Հայաստանին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում։ Եվրոպական կողմը ողջունում է նաև ռուս սահմանապահներին Զվարթնոցից եւ Հայաստան-Իրան սահմանային անցակետերից հեռացնելու հայկական կողմի որոշումը եւ անվտանգության ավելի հուսալի մեխանիզմներ գտնելու մտադրությունը։ Եվրախորհրդարանը բարձր է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերը կարգավորելու երկկողմ հարաբերությունները, սահմանազատման հարցում առաջընթացը եւ խրախուսում կողմերին անհապաղ ստորագրել համապարփակ եւ արդար խաղաղության համաձայնագիրը։ Կոչ ենք անում Ադրբեջանին իրական ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Վերահաստատում ենք աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Վճռականորեն աջակցում ենք նրանց հարաբերությունների կարգավորմանը, հիմնված տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան։ Վերահաստատում ենք ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերելու եւ 23 հայ պատանդներին ազատ արձակելու մեր պահանջները։ Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ Հայաստանի տարածքում գտնվող Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեությունը նպաստում է տարածաշրջանի անվտանգությանը, էապես նվազեցնելով սահմանամերձ տարածքների բնակչության առջև ծառացած ռիսկերը։ Զեկույցում բարձր է գնահատվում առաքելությանը Հայաստանի աջակցությունը, Բաքվին կոչ է արվում գործակցել դիտորդների հետ, նմանատիպ առաքելություն ունենալ Ադրբեջանի տարածքում եւ դադարեցնել զրպարտչական արշավները։ Զեկույցի հեղինակները դատապարտում են առաքելության հասցեին նաեւ Ռուսաստանից հնչող բացասական նարատիվները։ Նախազգուշացնում ենք Ադրբեջանին, որ Հայաստանի դեմ ցանկացած ռազմական գործողություն անընդունելի կլինի եւ լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջան-Եվրամիություն գործընկերության համար։ Իսկ Ադրբեջան-Նախիջևան կապի խնդիրը պետք է լուծվի Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքի պայմաններում։ Եվրախորհրդարանը վերահաստատում է, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Զեկույցը կոչ է անում Եվրամիությանը դադարեցնել կախվածությունն ադրբեջանական գազից, դադարել Ադրբեջանի միջոցով ռուսական գազ ստանալ, վերջ տալ Ադրբեջանին տեխնիկական եւ ֆինանսական աջակցությանը, որը կարող է նպաստել այդ երկրի ռազմական կարողությունների ամրապնդմանը։ Կոչ ենք անում անդամ պետություններին սառեցնել ռազմական եւ անվտանգային սարքավորումների արտահանումը Ադրբեջան։ Դատապարտում ենք անդամ պետություններին նսեբացնելու եւ ապակայունացնելու Ադրբեջանի բազմաթիվ փորձերը, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի շարունակական վատթարացումը։ Եվրախորհրդարանը նաև կոչ է անում Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումը, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերը պետք է հնարավորություն ստանան անվտանգ, անխոչնդոտ եւ արագ վերադառնալ իրենց տներ։ Եվրախորհրդարանն ընդունել է նաև Եվրամիության ընդհանուր անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության վերաբերյալ զեկույցը, դատապարտելով Ադրբեջանին տարածաշրջանային խաղաղության հեռանկարը խափանելու եւ Հայաստանին շարունակաբար սպառնալու համար։ Դատապարտում ենք նաև Եվրամիությանը չանդամակցող երկրներից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը եւ մատակարարումները։ Ադրբեջանը մեղավոր է Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների լուրջ խախտումների, տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու համար։ Կոչ ենք անում խորհրդին դիտարկել Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման եւ մարդու իրավունքների ոտնահարման համար պատասխանատու անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Եվրախորհրդարանը նաև կոչ է անում ամրապնդել Հայաստան-Եվրամիություն գործակցությունը անվտանգության եւ պաշտպանության, մասնավորապես ականազերծման ոլորտում։ Եվրախորհրդարանական Դեյվիդ Մքալիսթերը հայտարարել է, որ իր հեղինակած Եվրամիության արտաքին եւ անվտանգության քաղաքականության զեկույցի ընդունումն ընդգծում է աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար միության վճռական արտաքին քաղաքականության կարեւորությունը։ Նա շեշտել է, ԵՄ-ն պետք է ի վիճակի լինի պաշտպանելու սեփական ռազմավարական նպատակները։ Դիանա Գասպարյան, լուրեր։